Շնորհակալ եմ։ Հարցը սողում եմ Նիկոլ Փաշինյանին։ Վերջին օրերը, այս երկու օրը քարոզիայի քննարկում ենք մի կարևոր նախագիծ ազգային ժողովի պատգամավորի նախաձեռնությամբ, խոսքը վերաբերում է խաղամոլության ոլորտի հարկային բեռի ավելացմանը։ Հայտնի ասույթ կազմափիղը երկնեց եւ մուկ ծնեց, 24 ժամվա մեջ այդ նախագիծը 10% շրջանառության նկատմամբ, այդ խաղադրույքների նկատմամբ շրջանառության հարկ էր նախատեսում, այդ տասնյակ անգամներ նվազեցվեց, դարձավ վերջը պետական տուրք, որը ընդամենը այսօրվա չնչին հարկը կրկնապատկում է։ Հիմա անընդհատ ձեր անունն են տալիս, պարոն Փաշինյան, այս քննարկումների ժամանակ ասում են ձեր հետ ենք քննարկել, դուք եք ասել դրա համար, եւ երկրորդ կարևոր հարցը ձեր թիմում այս խնդրի վերաբերյալ ոնց որ թե առնվազն միանշանակ դիրքորոշում չկա, կարևորը որն է հարկենք այդ ոլորտը մի քիչ շատ, թե ի վերջո այս ոլորտը էական խնդիրներ հանրային կյանքում առաջացնում, բերեք սահմանափակումներ նախատեսենք, որ խաղամոլությունը իր այդ անմարդկային հետևանքները չթողի, կործանարար հետևանքները չթողի, որը տարածվել է եւ ի դեպ թվերը այստեղ անընդհատ հնչում է, ձեր իշխանության օրոք 20 անգամ աճել է այս ոլորտը եւ պատիկներով նվազել է այս ոլորտի հարկային բեռը։ Հիմա ես ուզում եմ մի պարզ հարց տամ, օգտվելով նաեւ այս հնարավորությունից, շատ պարզ հարց, այսինքն ձեր կառավարության, ձեր թիմի քաղաքական գերնպատակը ո՞րն է, այս ոլորտը հարկել, շատ հարկել եւ ֆիսկալ խնդիրը լուծել, թե ի վերջո այս ոլորտին անդրադառնալ այն կերպ, որ սա շատ վտանգավոր ոլորտ է եւ ոչ թե այստեղ կարեւոր է հարկ այստեղ վերցնելու մի քիչ շատ հարկ տանելու քաղաքականությունը, այլ էական սահմանափակումները, որոնք կան ի դեպ բազմաթիվ երկրներում բերվել այստեղ օրինակներ, որ ընդհանրապես արգելվում է կամ այնպիսի սահմանափակումներ են դրվում, որ այս չմխրճվի եւ չդառնա հանրային կյանքի այսպես ասենք նաև անվտանգային կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Հավետիսյան հարցի համար։ Նախ ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից այս կողմ այդ ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ձեզ ուղիղ ասել, որ ես այդ հարցի հետ կապված շատ ռադիկալ եմ տրամադրված, բայց ես երբեք էլ չեմ ուզեցել եւ չեմ էլ ուզում, որ իմ ռադիկալ տրամադրվածությունը մեզ հավասարակշռված մոտեցումներից զրկի։ Այո, եւ դա միակ հարցը չէ, մեր թիմում միշտ էլ կա քննարկում, միշտ էլ կա բանավեճ եւ տարբեր տեսակետներ, եւ ձեր նշած հարցի վերաբերյալ էլ իմ մոտ տեղի են ունեցել քննարկումներ եւ ոչ առաջին անգամ, եւ մենք եղել ենք այն նախ ինչ ենք փոխել այն նախնական տրամաբանությունը, որը պատգամավորի կողմից առաջարկում էր, որովհետեւ մենք երկու քննարկում ա եղել վերջին մի ամսվա մեջ, երկու անգամ ենք քննարկել, որովհետև հաշվարկներով մենք եկանք այն տրամաբանության, որ կարող է պարզվի, որ այն հարկային փոփոխությունը, որը առաջարկում ենք, կարող է պարզվի, որ 100%-ից անցնում է, այսինքն այնտեղ շատ բարդ համակարգ է, բայց կարող է պարզվել, որ մենք ոլորտը 100%-ից հարկային այդ տրամաբանությունը անցնում ենք, մենք նախ մենք ասենք, որ այս ընթացքում տուրքը բարձրացրել ենք մի քանի փուլով, սահմանել ենք նոր հարկ խաղադրույքներից որոշակի տուրք, հիմա այդ խաղադրույքների այն ավելացրվածների, փակածների, բուքմեյքերական գրասենյակները, խաղային ապարատները, գովազդը փակելուց եւ այլնից հետո մենք այդ կրկնապատկում ենք այդ խաղադրույքի վրա եղած տուրքը, բայց մենք ունենք նաև հետևյալ պայմանավորվածությունը։ Մենք ունենք օրենսդրական կարգավորում, որ առաջիկայում մենք պետք է ունենանք օպերատոր, որը կապահովի օպերատորի իմաստը էսա, խաղադրույքների ամբողջ process-ը օպերատորի համակարգի միջով կանցնի, եւ մենք եւ կիմանանք խաղադրույքները, եւ շահումները, եւ կանհատականացնենք նույնիսկ այդ շահումները եւ խաղադրույքները, բայց նաև քանի որ կասկած ունենք, որ կարող են արհեստական լոբինգի երևույթներ լինել այդ
ուրեմն օպերատորի մուտքը տարբեր քաշքշուկներով հնարավոր չդարձնելու համար մրցույթ դատի տալ, դատով ձգել, մենք ունենք հետևյալ քաղաքական պայմանավորվածությունը։ Մենք հիմա ապրիլի 1-ից այնպես անում ենք турքը մտնի, սպասում ենք օպերատորի մուտքին եւ պայմանավորվում ենք, քանի դեռ օպերատորը չի մտել, турքը անընդհատ բարձրանալու է եւ սրա նպատակը ոչ այնքան ֆիսկալ է, այլ այն, որ այն հնարավոր ոլորտը, որը կարող է գայթակղություն ունենալ տարբեր լոբինգներով օպերատորի մուտքը կամ արգելակել կամ դանդաղեցնել, այնքան այդ турքը պետք է բարձրացնենք, մինչև իրենք շահագրգռված լինեն այդ բանը, այդ օպերատորի մուտքը ապահովելու համար։ Ես ձեզ ասեմ, ես այնքան եմ ռադիկալ տրամադրված, որ նույնիսկ այդ խորհրդակցության ժամանակ չեմ թաքցնի, երբ որ որոշ կարգավորումների մասին ասել եմ, որ առաջարկում եմ այսպես անել, որ ասել են, որ կարող է ոլորտը փակվի, ընդհանուր ասել եմ թող փակվի, եթե պետք է փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում ոլորտը, ուրեմն թող տենց լինի, բայց մյուս կողմից էլ քննարկման ընթացքում հասկացել եմ, որ կա ճանապարհ, որով դեռ կարող ենք առաջ շարժվել եւ որոշել ենք այդ ճանապարհով առաջ շարժվել։ Տեսեք 2017 թվականին կարծեմ դուք ասել եք, որ ինձ մոտենում են փողոցում մարդիկ ասում են փրկեք էս արավիլքից եւ հիմա ոնց որ նորից նման նաեւ տեսակետներ եք ասում, բայց ես ձեզ վստահեցնում եմ հարկեր բարձրացնելով չի որ այդ ոլորտը կսահմանափակվի, կկրճատվի եւ իր հետևանքները նաեւ հանրային կյանքի իմաստով դրա մահաբեր հետևանքները կամ այսպես ասենք անդառնալի հետևանքները կվերանան։ Հիմա ես հասկացա ձեր խոսքից, որ դուք նորից գնում եք հարկեր ավելացնելու այսպես հիմնական առաջնահերթությամբ, այլ ոչ թե սահմանափակումներ բերելու եւ ընդհանուր ինչու՞ չէ, մենք պետք է քննարկենք եւ այո, այստեղ վրա պետք է հասնի ընդհանուր միջև որոշ տեսակները ընդհանրապես արգելելու տարբերակը, ինչպես աշխարհի քաղաքակիրթ բազմաթիվ երկրներում։ Եթե դուք գնում եք հարկեր ավելացնելու տարբերակը, սրան նման մի ոլորտ է, օրինակ, այսպես ասենք, խաղամոլության նման է նաև ուրեմն պարոն Ալեն Սիմոնյանը խանգարում է անունը մոռացա, մի կարևոր թմրամոլությունը եւ հիմա այս թմրամոլությունն էլ կարելի է երկրներ կան, որ թույլատրում են, հարկում են, այնտեղ էլ աշխատատեղեր կան եւ այլն։ Այսինքն հիմա ո՞րն է տարբերակը։ Ես կարծում եմ ոչ թե հարկելու տարբերակով պետք է գնանք։ Իդեպ, եթե դուք հիմա զիջում եք այստեղ հարկային ծանր բեռը որոշակի տանելի բեռով, այդ դեպքում մի քիչ անհասկանալի է մնում բայն փոքր ու միջին բիզնեսի չխանգարելու տրամաբանությամբ այնուամենայնիվ հիշեցնեմ, որ անցել է ժամանակ։ Փոքր ու միջին բիզնեսի դեպքում էլ տասնյակ հազարավոր մարդիկ ասում էին տանելի չի այս բեռը, բայց դուք գնացիք դրան։ Հիմա ասում եք չէ, տանելի դարձնենք, տեսնենք ինչ կլինի։ Իդեպ շատ կարևոր մի հանգամանք էլ ձեր ուշադրությանն եմ արժանացնում, ես այս օրինակը բերում եմ։ Գերբ ու դրոշ ունենք, պետություն ենք երկար տարիների, բայց այսօր ազգային ժողովի իշխանական падգամավորը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ առանց լիցենզիայի բուկմերաքերական ընկերություններ ապօրինի գործում են եւ մտավախություն ունենք, որ կշարունակեն գործեն, ես դրա դեմը չենք կարող առնենք։ Ասում են, որ վերում են հայտարար չի հասկանում եք, դուք ելույթ եք ունենում ամեն 2 րոպեն մեկ։ Կարևորը այս հարցադրման տեսանկյունից, որ նաև այս ընկերությունները տոտալ ստվերի մեջ են գործում, ինչի մասին մենք Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, հարցը հարկերը տանելի դարձնելու մասին չի։ Հարցը նրա մասին է, երբ որ առաջարկող հարկը 100% անցնում է, այդտեղ տրամաբանականի մասին է։ Ես միջև այդ կետը քննարկմանով որ ներկա եղել կվկայի։ Միջև այդ կետը, որին ցույց են տվել, որ հարկերը մի րոպե 100%-ը գերազանցում, այսինքն 105% ենք դարձնում։ Ես միջև այդ կետը երկու ոտս դրած մի կոշիկի մեջ ասել եմ, չէ, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մեկ էլ որ նայում ես իրոք 105% հարկը որն է, մենք տանելի լինելու մասին չի, սահմանափակումների մասով։ Սահմանափակումները էլի ինչքան էլ ես ասեմ ձեզ շատ էմոցիոնալ եմ վերաբերվում այդ հարցին, սահմանափակումների մասով
երբ որ հանգիստ քննարկում ենք, տեսնում ենք, որ սահմանափակումների համար օպերատորը մեզ անհրաժեշտ է, որովհետև տվյալների հասանելիության մենք ասում ենք մեն մարդը, եթե որևէ մեկը խաղադրույք անում, հետո գալիս է փարուս ասում է ժողովուրդ, ես սոցիալապես անապահով եմ, 25030 վերջ ընտանեկան կամ սոցիալական նպաստ տվեք, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է փակենք իր կողմից խաղադրույք կատարելու հնարավորությունը, բայց պետք է լինի օղակ, որտեղ այս քարտը անձը նույնականացվի, որ Կարմիր լույսը վառի, ասի այս խաղադրույքի ճանապարհը փակեք, որովհետև ինքը սոցիալապես անապահովության համակարգի ներկայացուցիչ է։ Սրա մասին է խոսքը։ Հաջորդը, որ ես երկու ոտս դրել էի մի կոշիկի մեջ, ասում էի փակվում է, թող փակվի, մարդիկ ուրիշ փաստարկ բերեցին, ասին շատ լավ, մարդիկ Հայաստանում չեն դնի խաղադրույք, կդնեն արտասահմանում։ Ես էլ ասի ոչինչ, մեր օպերատորներին ասենք, որ փակեն ինտերնետը, ասին VPN կօգտագործեն։ Հասկանում եք, որ փաստարկներ կա, որ ինչքան էլ ասում եմ, ես շատ էմոցիոնալ եմ, ես այդ հարցին վերաբերում։ Ոչ մեկը չմտածի, որ ասենք ինձնից ավելի բան է վերաբերվում, ցավով է տանում այդ խնդրեմը։ Բայց դե մյուս կողմից էլ հասկացանք, էմոցիա պետք է մի քիչ խելամտության դաշտ մտնենք, ու եթե մեր պլանը տեղի ունենա, մենք շատ կարևոր ինստիտուտ կկայացնենք։ Եվ այն հարցերը, այստեղ ինչն էր խնդիրը։ Մենք տվյալներ կար, որ ուզում ենք այդ տվյալները դարձնենք համադրելի։ Բայց այդ տվյալների, նույնիսկ մենք վստահ չենք այդ տվյալները ճիշտ են թե ճիշտ չէ։ Այսինքն վստահ ենք, որ ճշգրիտ չեն այդ տվյալները։ Ուրիշ բան կա, ուրիշ փաստարկ կա։ Օրինակ, ձեր ասած մի շարք երկրներում, ես հիմա հետո չեմ ստուգել, էլի, եթե հանկարծ պարզվի տեն, օրինակ գործընկերներից փաստարկ բերեցին, որը ստուգման ենթակա փաստարկ է, որ դրսում օրինակ կարոս դու խաղադրույք կատարես բաների վրա, կոնկրետ մարզական իրադարձությունների վրա, այնպես չի, որ երբ ուզենաս, ինչ մտնես ցանկացած, դուք էլ այդ հարցը առաջ քարացիք, որ կազինոյի ցանկացած խաղ կարող ես օնլայն խաղալ եւ այսինքն սրանք հարցեր են, ես հասկանում եմ, ես շատ էմոցիոնալ եմ վերաբերում, բացառում եմ, որ որևէ մեկը այնքան էմոցիոնալ վերաբերվի այդ հարցին, ինչքան այդ թվում քաղաքական պարտավորության մասով, բայց մյուս կողմից ասում եմ, մենք սենց քայլ ես կարամ երաշխավորենք, որ մենք այդ գծից հետ չենք կանգնելու, բացառում եմ, որ մենք հետ կանգնենք, բայց մյուս կողմից էլ հավասարակշռությունները չխախտելով եւ այլն, մյուս կողմից էլ էդ էլ կա, հիմա չենք կարգելել մենք այդ գործունեությունը, անդադ այդ ներդրումային միջավայրի կանխատեսելիության մասին ենք, չէ՞ խոսում, դե չենք կարգելել, թույլատրված է, ինչ որ մարդիկ են ներդրում են արել, հիմա մի օրում դրենք ամեն ինչ փակենք, էդ էլ ճիշտ չի, բայց լիարժեք կիսում եմ մտահոգություն։